Եվ եթե ասեմ, որ այս ամենը ինձ համար զարմանալի էր, մի ամբողջություն կբար։ Ինչն է այս ամենի կարևոր հենքը, որ նախորդի տարածված ճնշումները, սպառնալիքները տեխնացուների մեկի կողմից, այսօր արդեն ներգործությունը կաշառքի միջոցով փորձում են քաղաքացուց խլել իր ձայնը, այն ամեն ինչ վերադարձվել 2018 թվականից։ Եվ այս ամենով նույնիսկ շատ մարդիկ ու քաղաքական ուժեր ներքաշում են այն քաղաքացիներին, որոնք տեղյակ չեն գործընթացից, որովհետև ինչպես գիտեք, քրեական օրենսգրքով եւ կաշառք տալը, եւ կաշառք ստանալը, եւ կաշառքի միջնորդությունը քրեորեն պատժելի է։ Այսինքն քաղաքացին, որը ապատեղյակ է, իրեն թվում է, որ այսօր ինչ որ մեկը իրեն օգնություն է ցուցաբերում, ներքաշվում է եւ քրեական հետապնդման օբյեկտ է դառնում, ինչը ընդունելի է։ Այսինքն քաղաքացու սոցիալական վիճակը օգտագործել եւ նրան ներքաշել հանցանքի մեջ, դա որևէ բարոյական սահման պետք է չունենա եւ այս բարակայում ես չեմ ուզում հստակ պիտակավորումներ տալ մարդկանց, բայց պարզ է, որ նման գործարքները եւ նման գործողությունները խիստ պարսավելի են, որպես կառավարող ուժ, այո, մենք տեր ենք կանգնելու մեր քաղաքացու քվերին եւ որևէ մեկի մտքով չանցնի, որ Հայաստանի քաղաքացու քվեր կարող են իրենք գողանալ։ Սա պարզ պետք է լինի եւ մենք թույլ չենք տա, որ մեր քաղաքացու հետ հայոյանքով խոսեն, սպառնալիքով խոսեն, հետո ընտանիքի անդամներին առավելապես տղամարդկանց գնան բերման ենթարկվեն։ Հասկանում եք, այս մարդիկ ոչինչ են, իրենց քաղաքական անցյալը ուզում են վերականգնել։ Ես ամբողջ քարոզարշավի ընթացքում կարմիր գծով անցնում եմ, սիրելի գործընկերներ, դուք եւս հետեւել եք, որ տեխնացուներից մեկը ինձ որպես կին թիրախավորել է բուլինգի է ենթարկում։ Իրեն թվում է, թե ինձ կարելի է խեղճացնել այդ բառամթերքով։ Հայաստանը օրինական պետություն է, իրավական պետություն է, եւ նման մարդկանց տեղը իրենց ցույց տված սիրելի վայրում է, գաղութ։ Ինչ մնում է այսօրվա դեպքերին։ Ցանկացած մարդ, ով փորձում է ներգործություն անել քաղաքացու վրա, վստահ չի իր ուժերին։ Ինչն է խնդիրը, եթե գյումրեցին այսօր գնում է եւ ընտրում է X կամ Y քաղաքացու քաղաքական ուժի, մեզ համար դա իհարկե օրենք է։ Եվ եթե բոլորը ասում են, որ քաղաքացիական պայմանագիրը ոտ է, թույլ է, արտում են, բա ինչու՞մն է հարցընկերներ, ինչու է աղմուկն հետը։ Եթե այդքան վստահ եք ձեր ուժերի վրա, դե գնացեք կրեք։ Եղավ մի 2 ամիս է մարդիկ երիտասարդական հավաքներ են անում, գումարներ են բաժում, այդ թվում փորձում են լրագրողներին ներքաշել։ Գիտեն ամեն ինչից տեղյակ են։ Հանցագործության մասին հաղորդում ներկայացնում եք այդ մասով։ Բոլոր այն պնդումները, որոնք կան, իմ այս պահի դրությամբ ներկայացված հաղորդում է նաև հանցագործության մասին։ Դուք չգիտեք, որ տեխնացուներից մեկը եղավ մի ամիս ինձ հետապնդում է իր խոսույթով։ Ինչի որ կին եմ դրա համար։ Որ մեկը։ Վարդան Ղուկասյանը։ Այսինքն պիտակավորելով ինձ իմ ընտանիքի անդամներին, դե իր սպառնալիքները, հայոյանքները կարող է մեզ վախեցնեն։ Բացառվում է։ Ինչ մնում է այսօրվա իրադարձություններին։ Ես ուզում եմ խոսքով դիմել գյումրեցիներին, սիրելի գյումրեցիներ, ձեզանից փորձում են խլել ձեր երեխաների ապագան։ Այսինքն այն 5000, 10000 դրամը, որ նախկինում կար, ուզում են վերադարձնել։ Ես չգիտեմ հիմա ինչ գումարի չափերի մասին է խոսվում, կամ այսօր ձայնագրություն եմ լսել, որի մեջ ասվում էր ինչ որ վառելափայտ եւ այլ առարկաների միջոցով, ես կարծում եմ, որ շատ մարդիկ չեն գիտակցում, որ իրենց ներքաշում են ընտրակաշառքի մեջ։ Մարդը մտածում է, դե լավ, օգնություն են ցույց տալիս։ Օգնություն թող ցույց տան նախորդող ժամանակաշրջանում, հետո, բայց ոչ ընտրությունների նախաշեմում։ Եվ ուզում եմ սիրելի գյումրեցիներ, ձեզ դիմել, մի թույլ տվեք, որ ձեր երեխայի վաղվա օրը խլեն ձեզանից մի քանի դրամով։ Ես առաջարկում եմ այդ մարդկանց վերհիշել իրենց քաղաքական անցյալը եւ ընտրական գործընթացին չհամարձակվեն հանգարց որևէ գյումրեցու վրա որևէ ներգործություն ունենան։ Շիրակացի փողոցի հետ կապված գործընթացները սկսվել են դեռ այն ժամանակվանից, երբ որ այս քաղաքապետը մեղել, նախագիծը արվել, այդ նախագիծը մնացել էր եւ որոշ ժամանակ հետո այդ նախագիծը նորից իր այդ եկավ եւ սկսեցին աշխատանքներ տարվել Շիրակացի փողոցը ամբողջությամբ վերանորոգելու համար։ Գործընթացը սկսված է եղել 2 տարի առաջ, ակտիվ փուլ է մտել իմ մարզպետ գալուց հետո, պարոն Մինասյանի քաղաքապետ գալուց հետո, այդ նույն ակտիվ փուլ մտել է նաև 58 տաղամասի ամբողջ շինարարության խնդիրից, բերել կապել
քաղաքական պրոցեսների ընտրությունների հետ իրականում մենք մի տարի առաջ չգիտեինք, որ ընտրությունները լինելու 25 թվականին, երբ որ խոսում ենք Շիրակացի փողոցից, 6 ամիս առաջ ես ազգային ժողովում չգիտեի, որ մենք ընտրություններ ենք ունենալու Գյումրիում, երբ որ քվեարկում էինք Անի թաղամասի վարկային ծրագրով վերակառուցման գումարների հատկացման կողմ։ Այդ բնականում հունով բոլոր նախարարություններն իրենց աշխատանքները տանում են, առողջապահության նախարարությունը, ԿԳՄՍ-ն, մյուս մեր ՏԿ-ն, այսինքն հիմի ասենք, որ ընտրությունները բերենք մրցույթը չանենք, մենք խնդիր ունենք, այո, այդ մրցույթը հրատապ անելու այսօր խնդիր ունենք Անի թաղամասի ծրագիրը օր առաջ սկսելու, որովհետև ժամկետները շատ կարճ են եւ չեմ ուզենա, որ այդ աշխատանքները սկսվեն, երբ որ ձուն է գալու կամ աշուն է լինելու։ Դրա համար մենք ամեն օր դա դրա վրա աշխատանքներ ենք տանում, որ հասցնենք կողմը այս ժամանակահատվածում թղթապանություն անել, հաջորդ փուլում արդեն շինարարական գործընթաց սկսել, որովհետեւ եւս գիտեք Գյումրիում ծմերը շատ երկար է շինարարական աշխատանքներ անելը, ժամանակահատվածը շատ կարճ է եւ չունենան քաղաքացի փողոցներ, որոնք շինարարաբարակ են ու եղանակային պայմաններից կախված ծծկումներ լինում։ Այստեղ բերել կապել այդ ամեն ինչը ընտրությունների հետ Ժողովուրդ ջան, իրականում այդ կանալ տեղին չէ։ Գիտեք, ես այս պրոցեսները քարոզաշավը դեռ չսկսված պատկերացնելով մեր Գյումրու յուրահատկությունները, բազմիցս կոչ եմ արել, խնդրել եմ, օրդորել եմ բոլոր կողմերին, բոլոր ուժերին, լինել գորեկցության սահմաններում, լինել Գյումրեցուն վայել Պարապաշարի սահմաններում եւ անել այն ընտրությունները, որը գուցեև երբևիցե Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել։ Կան դեպքեր, որ կան մարդիկ, որ օրդորս լսել են եւ պահում են իրենց կորեկցության սահմաններում, բայց կան մարդիկ, որոնք չեն ուզեցել կամ դիմնավոր չեն լսել օրդորս եւ շատ վատ պարապաշարով խոսել են թե մեր քաղաքական ուժի հանդեպ, թե մեր ղեկավարի հանդեպ, թե մեր քաղաքացիների հանդեպ։ Բնականաբար այդ ամեն ինչը դատապարտվել է։ Այսօր քաղաքապետարանում կան աշխատակիցներ, ես անկեղծ իմ ունեցած տեղեկատվությամբ, որից է մեգա աշխատանքից, մանավանդ սպորտ դպրոցների տնօրեններ, մանկապարտեզների տնօրեններ կամ ՕԱԿ-ների համակապատկանայք կառույցներ, դե մարդկության մասով չեմ ասում։ Ես որևիցե տեղեկատվություն չունեմ, որ որևիցե մեկը արձակվել է աշխատանքից։ Բայց ես ունեմ տեղեկատվություն, որ մարզպետարանում կան այսօր աշխատակիցներ, որոնք քաղաքապետարանում կան աշխատակիցներ, որոնք ակնհայտորեն ոչ թե ծածուկ կամ ակնհայտորեն դեմ են արտահայտում, խարոշչություն են անում այլ տեխնազուների կողքին, նույնիսկ հրապարակային ինչ-որ ակցիաներ են Գյումրիում անում, իրենք հրապարակային մասնակցում են իրենց ակցիաներին, մենք այդտեղ որևիցե ազդեցություն են աշխատակիցների հանդեպ, որ նույնիսկ եւ եմ ասում, որոնք հրապարակային ակցիաներին մասնակցում են դեմ քվեարկությունների ինչեր չգիտեմ, ինչեր կազմակերպված, այդ ակցիաներին են մասնակցում, այստեղ բերել բռնաճնշումներ վերագրել քաղաքական ուժի, որը երբ ամենաժողովրդավար եւ ամենալեգիտիմ իշխանությունը իրականում փաստերով են խոսում, հստակ ասում են կան ձայնագրություններ, կան մարդիկ, որոնք այսօր համայնքապետարանի աշխատակիցներ են, որոնք զբաղվում են իրենց այսօրվա ղեկավարի, ժամանակավոր պաշտոնակատարի դեմ քարոզչությամբ։ Ձեր գործողությունների արդյունքում, այսինքն ձեր իրավապահները Երևանից հրավիրած իրավապահները բոլորին են վճարվում են իմ եւ ձեր հարկերից։ Իրավապահների գործողությունների Երևանից հրավիրված գործողությունների հետևանքով այս պահին ձեր մրցակից ընդդիմադիր տեխնատուրի քարոզարշավն է խաթարվել, նրանց ձերբակալվել։ Ինչպես տեսնում եք, մենք էլ ենք ներկա այս պահին ասուլիսին, այդ դեպքում, երբ որ պետք է լինենք մեր տեխնատուի կողքին, բայց եթե կա հանցագործություն, ապա հանցագործությանը պետք է համապատասխան գնահատական տրվի։ Ես ինչպես նշեցի, առերևույթ հանցագործության ցանկացած երևույթի փոխել նույն ամենական ոճով է անում։ Ամեն անգամ ուսուցիչներից երկու առաջ մարդը ձերբակալում, որ ցույց տա։ Դե գիտեք, այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ նախկին ռեժիմը իր ձեռագիրը չի փոխել եւ ընտրությունները պատկերացնում է միայն ուղիղ ընտրակաշառքի միջոցով, որևէ բան փոխվել է եւ այս հարկա գործողությունները կարծես լյուստրացիա է։ Ամեն մեկի իր տերերից վազեցին իրենց քաղաքական ուժերի
պաշտպանելու համար։ Դուք գործը հարցում եք ինքնին բաղացան, Ես չեմ հարցում, իրավապահներն են հարցում, այ ջան։ Եթե չկա քրեական գործիքներ չանցած, ապա դեպի համապատասխան գնահատական։ Ես այս պայն այստեղ եմ, որպեսզի փաստեմ Գյումրեցու քվեն չի վաճառվում։ Մնացած իրավապահների կողմից ինչ մնում է, որ դուք ասում եք գնահատական տալիս եք ընտրություններից մի քանի օր առաջ տներեք, իսկ քանի օր առաջ իրավապահները պետք է հատկապես գործողություն կատարեն։ Այդ չափը կա։ Մեր իշխանական լրատվամիջոցները, տելեգրամյան ալիքները տարածում են այնպիսի գովազդներ, որտեղ օրինակ ընտրելով Կարեն Սիմոնյանին, ընտրում ես Ռոբերտ Քոչարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ընտրում ես Սերժ Սարգսյանին, կամ ընտրելով Սարիկին ներողություն, ընտրելով Ռուբենին։ Դուք մեզ քաղաքացիական պայմանագրին ու ճիշտ ես անում։ Չէ, ես չեմ ընտրել իրավություն եմ դնում։ Ընտրելով Ռուբեն Մխիթարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ձայն եք տալիս Վարդան Ղուկասյանին ու թիրախավորելով, ինչպես դուք նշեցիք, ձեզ թիրախավորել է թեկնածուներից մեկը, հիմա դուք թիրախավորում եք ընդհանրապես մեկ անձի։ Հարգելի լրագրող, եթե մենք ասում ենք, ես կարող եմ հաստատել, որ այո, այդ գովազդները, որը կա, հեռուստաեթերում էլ է պատտվում եւ դա վճարովի հիմունքներով է նախընտրական քարոզչության ընթացքում։ Այսինքն, եթե մենք Մարտուն Գրիգորյանին ասում ենք Սերժ Սարգսյանի падգամավոր, դա թիրախավորում է, դա իրողություն է, որը կա ազգային ժողովում։ Պատիվ ունենք խմբակցության, падգամավոր է, դա թիրախավորում է։ Բայց Մարտուն Գրիգորյանը որպես Մարտուն Գրիգորյան տեխնացիա։ Բայց այն ամենայնիվ իր քաղաքական պատկանելությունը դա նույն բանն է, որ ասեք Սարգսյանը քաղաքացիական պայմանագրից չէ։ Եթե Կարեն Սիմոնյանի կողքին ներկայացված են այնպիսի մարդիկ, ինչպիսին Անդրանիկ Թևանյանը, որը Հայաստան դաշնքից է, դա մի՞թե պիտակավորում է, եւ Վարդան Ղուկասյանը առավոտվանից երեկո գովում է երկրորդ նախագահային, որպես աստված, այսինքն դա մի՞թե թիրախավորում է։ Երբ Ռուբեն Մխիթարյանի ասուրիսը կազմակերպում է հանրապետականի երիթևը, դա մի՞թե թիրախավորում է։ Մենք պարզապես իրերը կոչում ենք իրենց անուններով։ Ես կարող եմ, եթե տեխնացուները հրապարակային հայտարարեն, որ իրենց ասոցիացումը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ իրենց վիրավորում է, մենք կմտածենք ինչ անենք, բայց կարծես թե չեն վիրավորում։